Ժողովուրդ օրաթերթին հայտնի է դարձել, թե ում ցուցմունքի հիման վրա են ձերբակալել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանին։ Մասնավորապես Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն Թամամյանի դեմ ցուցմունք է տրվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը։ Թամամյանը քննչականում որևէ բան չի խոսել, միակ բանը, որ ասել է՝ մեղադրանքը չեմ ընդունում։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ԱԺ նախկին պատգամավոր հանրային գործիչ Անի Սամսոնյանին ամիսներ շարունակ մի տղամարդ հետապնդել, վարկաբեկող նյութեր ուղարկել, գիշերները զանգել է եւ բացահայտ սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։ Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձած փաստերը արդեն հասել են ՀՀ գլխավոր դատախազություն եւ կարող են վերաճել միջազգային իրավական համագործակցություն պահանջող քրեական վարույթի։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ դեռ 1 ամիս առաջ Անի Սամսոնյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշելով, որ 2025 թվականի հուլիսից ի վեր ենթադրաբար ենթարկվում է համակարգված հետապնդման Աղնջակ Թովմասյանի անունով անձի կողմից։ Դիմումատուի փոխանցմամբ նույն անձը ներկայանում է տարբեր անուններով՝ Վաղինակ, Վաղու Թովմասյան, Վահե Ավետիսյան, Վաղու Վահե։ Ըստ Սամսոնյանի իրեն հասանելի տեղեկություններով տվյալ անձը հանդիսանում է Նիդերլանդների թագավորության քաղաքացի։ Դատախազությունը շուրջ 1 ամիս որևէ բան չի արել, իսկ արդեն փետրվարի 18-ին տվյալ անձը ներխուժել է Անի Սամսոնյանի աշխատասենյակ, կրկին սպառնալիքներ հնչեցրել, փորձել է հարձակվել Սամսոնյանի վրա, վերջինս էլ ինքնապաշտպանվել է։ Ժողովուրդ օրաթերթը բացառիկ պաշտոնական աղբյուրներից պարզել է, որ դեկտեմբերի 12-ին 2025 թվականին Հայաստանի հանրային հեռուստաընկերություն ՓԲ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը պայմանագիր է կնքել հայր եւ որդի Երեմյաններ ՍՊԸ գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ եթերի ցուցադրման ապահովման ծառայության համար։ Պայմանագրի արժեքը 2.148.000 դրամ։ Բայց այստեղ խնդիրը միայն գումարը չէ, այլ տրամաբանությունը։ Դավիթ Երեմյանի ընկերությունը հանրությանը հայտնի է որպես սննդի մատակարար եւ ռեստորանային ցանցի սպասարկման կազմակերպություն։ Հանրային եթերի ապահովումը երբ դարձավ ռեստորանային ծառայություն։ Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում, թե սնունդ է մատուցում։ Եթե խոսքը տեխնիկական հեռարձակման մասին է, հանրային ունի սեփական տեխնիկական ռեսուրս, բյուջե, աշխատակազմ։ Եթե խոսքը միջոցառման կազմակերպման մասին է, ինչու է ձևակերպումը եթերի ցուցադրման ապահովում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որ համացանցում հրապարակել է ռիլ, անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության թեմային, դժգոհություն է առաջացրել թե մասնագիտական շրջանակներում, թե հենց նախարարությունում։ Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով տեսանյութում փոխնախարարի անբռնազբոստ ծիծաղն ու ձևակերպումները մի շարք բժիշկների կողմից ընկալվել են որպես ծաղրական վերաբերմունք համակարգի խնդիրների նկատմամբ։ Աղբյուրները պնդում են, որ հրապարակումից հետո առողջապահական համայնքում քննադատական արձագանքներ են հնչել, ինչի հետևանքով ռիլը կարճ ժամանակ անց հեռացվել է։ Իհարկե մենք ունենք տեսանյութը։ Նախարարությունի Ժողովուրդ օրաթերթին փոխանցում են, որ ստեղծված իրավիճակը նաև ներքին քննարկման առիթ է դարձել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դժգոհել է հրապարակումից եւ հենց նախարարի մակարդակով է հաղորդվել հեռացնել տեսանյութը։ Պաշտոնական հաստատում այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա։ Հրապարակ թերթը գրում է 2025-26 թվականների ուսումնական տարին սկսվեց սկանդալով։ Առաջին դասարանցիների ծնողները հայտնաբերել էին, որ IBN-ում չկա հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի նկարը։ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ այն առաջին դասարանցիները կարող են տեսնել QR կոդով։ Սակայն վրդովված ծնողները եւ հանրությունը չէին հանդարտվում եւ մինչ օրս այս իշխանությունների ավերածությունները թվարկելիս անպայման հիշում են Մաշտոցն IBN-անից հանելու փաստը։ Մենք տեղեկացանք, որ աղմուկն ու հանրային զայրույթն իրենց դերը խաղացել են 2026-27 ուսի տարվա դասագրքերն են արդեն տպագրվում եւ այս տարվա IBN-անում Մաշտոցն արդեն իր արժանի տեղն է զբաղեցրել դասագրքում առանց QR կոդերի ու մանիպուլյացիաների։ Հրապարակ թերթը գրում է. ինչպես եւ սպասելի էր, ԿՊ-ում ներկուսակցական հետընտրական բազարներ են սկսվել։ Թիմում դժգոհությունը մեծ է նախընտրական ցուցակի ձևավորման համար անցկացված ներկուսակցական ընտրություններից։ Առայժմ դժգոհությունները բողոքարկման դիմումների տեսքով ներկայացնում են շարքային կուսակցականները։ Գործող պատգամավորները եւ մյուսները մտադիր են հարցը քննարկել անձամբ Փաշինյանի հետ։ Մեզ ասացին, որ բողոքարկման դիմումներ են ներկայացվել շարքային կուսակցականներից ոմանց կողմից արգելված քարոզչության հետ կապված, ինչպես նաեւ կուսակիցներից որոշների դեմ հակակարոզչություն իրականացնելու հետ կապված։ Պարզեցինք, որ Վայոց ձորի պատվիրակներից մեկն է բողոքարկման դիմում ներկայացրել իր գործընկեր պատվիրակի դեմ, որը իր կարծիքով պատգամավոր Տրթած Սարգսյանի դեմ նախընտրական շրջանում հակակարոզչություն էր իրականացրել։ Հրապարակ թերթը գրում է. չնայած ԿՊ-ում մտադիր էին ազգային փոքրամասնության ասորի եւ քուրդ ներկայացուցիչներին փոխել, խոսքն Արսեն Միխայելովի եւ 80-ամյա կնյազ
Հասանովի մասին է, սակայն երկար փնտրտուքներից հետո կանգ են առել նույն անձանց վրա, քանի որ նշված համայնքներում իշխանության գաղափարները կիսող խելքը գլխին երկրորդ մարդ չեն գտել։ Այսպիսով կարելի է ասել արդեն պատրաստ է ՔՊԻ-ի նախընտրական ցուցակի երկրորդ մասը, որը կազմվում է ազգային փոքրամասնություններից։ Եզդիական համայնքից կրկին ընտրվել է Ռուստամ Բաքոյանը, ռուսական համայնքից Ալեքսեյ Սանդիկովը, քրդերից Կնյազ Հասանովը, իսկ ասորիներից Արսեն Միխայելովը։ Հրապարակ թերթը գրում է. «Թոշակները 10,000 դրամով բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի անսպասելի աչքալուսանգը խուճապ է առաջացրել ՔՊԻ-ում։ Մի քանի օր է կուլիսներում քննարկում են, թե ուրեմն վիճակն այնքան վատ է, որ Փաշինյանը որոշել է ինքնիրեն դեմ գնալ և շաբաթներ առաջ իր ասածը հերքել, գնալ մի քայլի, որի անհրաժեշտությունը չեն տեսնում այն ժամանակ։ Չնայած կուսակցական փակ հավաքների ժամանակ Փաշինյանը ՔՊԱ-ականներին դուխ է տալիս, որ 60+-ի համար ենք պայքարում, բայց ՔՊԻ-ում բոլորը հասկացել են, որ եթե Փաշինյանի խփած տոկոսներն իրականությանը մի քիչ մոտ լինեին, ինքն իրեն այսօր ծաղրի առարկա չէր դարձնի, ինքն իրեն հակասելով ու մի ամիս առաջվա իր ասածներին դեմ գնալով»։ Իրինա Ատանյան, Օրագիր Նյուզ։